Այս շքեղ եւ արդիական շենքը, որ իր նմանը չունի ամբողջ սփյուռքի մեջ, կգոչվի Աղբալյան հոմենտմեն մարզամշակութային համալիր։ Համալիրի հիմնարկեքի արարողությունը կատարվեցավ 1993-ին եւ երկար ու դքնաճան աշխատանքները յետք կարելի եղավ ամբողջացնել եւ կյանքի գոչել 2002 թվականին։ Աղբալյան համալիրը կգործե դնորեն խորհրդի հսկողությամբ եւ 12 մնայուն պաշտոնյաներու թրությամբ։ Համալիրին մեջ կգործեն Հոհիտա Նիկոլ Աղբալյան կոմիտեությունը, Հոհիտա Հրայր Մարուխյան կոմիտեությունը, Հոհիտա Լեմի Հայաստան մասնաճյուղը, Հոհիտա Նիկոլ Աղբալյան բադանեգան միությունը, եւ Հոմենտմեն Անտիլիասի մասնաճյուղը, որ ունի առաջին սկաուտական դարբեր դարիքի եւ սերի խումբեր, երեցներ եւ բարմանուհիներ, արիներ եւ արենուշներ, քայլիկներ եւ արձվիկներ եւ վերջապես գագուլ տատիկ մոգլիներ։ Երկրորդ բասկետբոլի դպրոց, դարիքային երկսերտ խումբերով, որոնց շարքին Լիբանանի փոխ Ախոյան Հոմենտմեն Անտիլիասի բասկետբոլի աղջկանց խումբը։ Երորդ ջադրագի երկսերտ դպրոց, դարիքային խումբերով, որոնք հանդիսացած են Լիբանանի ախոյաններ։ Չորրորդ ֆուտբոլի խումբեր, հինգերորդ պինգ-պոնգի խումբեր եւ այլ մարզախաղեր, ինչպես քոնգ-ֆու եւ թայչի։ Համալիրին մեջ նաև կգործեն Լոխի Անտիլիասի Նայիրի մասնաճյուղը, Ռաբիեի Արցախ մասնաճյուղը, Բեյթ Քքոյի եւ Քյուղերու շրջանի Քայանե մասնաճյուղը եւ Ժունիի Սևան մասնաճյուղը։ Համասկայինը եւս ներկայ է համալիրին մեջ իր Նիկոլ Աղբալյան մասնաճյուղով եւ Ժիրայր եւ Ցոլինե Խաչատուրյան քեղարվեստի դպրոցներու հարգով, որում վրա կգործեն Փարսեղ Գանաչյան երաշտական քոլեջի, Քայանե բարի դպրոցի եւ Թորոս Ռոսլինգեր բարվեստի դպրոցի երկրորդ մասնաճյուղերը։ Մարզասեր հանրության ժամատրավայրը համալիրին մեջ Աֆիլ մարզական գետրոնն է, ուր կարելի է հետևիլ զանազան մարզանքներու։ Գարույցը ունի ամառնային փացոտյա հանգստավայր, ուր զետեղված է Նահադակ Արա Քրջալյանի հուշագոտողը։ Համալիրը ունի բազմաթիվ սրահներ, մեր նահատակ ընկերոջ հիշադակը անմահացնող Սերժ Թովմասյան սրահ, Հրայր Մարուխյան խորհրդաժողովի սրահ,
Ադոմ եւ Սելա Տնջուկյան բասկետբոլի փակ մարզատաշտ, Փացոտիա բասկետբոլի զույգ տաշտեր, ինտերնետ կաֆե, Ցմերնային կաֆետերիա, ամռան շրջանին համալիրը գունենա իր ամառնային խաղավայր դպրոցը մինչև 12 տարեկան բադանի բարմանուհիներուն համար։ Իսկ ոչ հայկական վարժարաններ հաճախող աշակերտներուն համար համալիրի տնօրենությունը կկազմակերպի հայրենի հատուկ դասընթացներ։ Համալիրի տնօրենությունը շրջանի բադանիներուն եւ հայրենագիցներուն փոխադրությունը ապահովելու նպատակով դրամատրած է փոխադրագարկումը։ Եվ հույսով ենք, որ այս ամռան ընթացքին համալիրի տանիքին վրա կսկսի գործել Փացոտիա ճաշարանը, որ շուրջ 800 հոգիի համար կրնա ծառայել իբրև ժամանցի հաճելի վայր։ Այս համալիրը կառուցվեցավ մեր եւ ձեր ջիքերով, մեր եւ ձեր կամքով, մեզի, ցեզի եւ հայ ժողովրդի ներկա սերունդին համար, որուն հայրերը դասնամյակներ շարունակ իրենց էությունը բահեցին ագումբներու մեջ։ Իսկ հիմա նույն սերունդը նորորյա չափանիշերով այս համալիրի մեջ գշարունակե բահել եւ գերդել իր հայկական թիմակիցը։